Եղանակի տաքացման հետ մեկտեղ հայ ռևանշիստները կրկին գլուխ են բարձրացրել։ Երևանի կենտրոնական փողոցները ամեն օր լցվում են մարդկանցով։ Ցուցարների հիմնական նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին տապալելն ու իշխանությունը զավթելն է։ Իրենց նպատակին հասնելու համար ընդդիմությունը ինչպես միշտ օգտագործում է ղարաբաղցի հայերին։ Հանրահավաքի հիմնական պատճառը իբր իշխանությունների գործողություններն են։ Արցախը այսօրին հասցրեց մի հարփած ծաղրածու, որը իր հարազատ եղբայրն է տվել այդ կոչումը իրեն, ինքն անվանակոչել, այդ իմ ասածը չի։ Մի հոգեկան անհավասարակշիռ մարդ, որ այն ինչ էր երկու օր առաջ նրա վիճակը ազգային ժողովի նիստում, այն ինչ ցնցումների մեջ էր։ Երբ պիտի արթնան այս ժողովուրդը։ Գիտեք վիրավորականը որն է, որտեղ Հայաստանի բնակիչներ կան, որոնք ասում են Արցախցին, մենք արել ենք Արցախցին կերել է, ես չեմ հասկանում։ Չի կարելի այդպես, մենք տեղ ենք ունեցել, եկել ենք ոտներս դրել ստեղ, շնորհակալություն նրանց, ովքեր մեզ ընդունել են, բա իրենք որտեղ են գնալու, եթե այսպես շարունակեն, չեն տեսնում, որ երկիրը կործանման եզրին է։ Մեծ տարի ապրել եմ Արցախում, աշխատել եմ մի քանի տեղ, ստեղ ժողովուրդը կանած ասում են, թե մեր փողերն եք կերել, բա իմ աշխատանքս ինչտեղ է մնացել, որ ես Հայաստանի փողերն եմ կերել, կարող եք կերել եմ փողերը, ես բան չունեմ ասելու, միգուցե ղեկավարությունն է կերել, բայց ոչ մենք, 40+10 էին տալը, մեր փողերն են տալը, ես բլոկադի ժամանակ ես սևի սովաչի, իշկան հիմա, պատկերացնում եք, հիմա լծած ամեն չկա, բայց ինձի փող չկա, երթևեկելու համար անգամ, տոմսի փող չունիմ, չի հերիկը։ Ինչպես տեսնում ենք, Երևանի եւ Ղարաբաղի հայերի միջև ատելությունը նոր մակարդակի է հասել։ Վեճը սասկացավ այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց կրճատել Ղարաբաղից Հայաստան մեկնած մարդկանց վճարումները։ Ղարաբաղցիները անընդհատ դժգոհում են հայրենակիցների արհամարհական վերաբերմունքից, սակայն ոչ բոլոր ղարաբաղահայերն են աջակցում իրենց իսկ ղարաբաղցիներին։ Արցախցիները փաստորեն դժգոհ են հատկացրած գումարներից եւ դժգոհ են, որ այդ 40+10-ների կտրումը եւ պահանջում են, որ այդ բանը աջակցությունը շարունակվի։ Հիմա նայեք, եթե մենք այս կարգավիճակով ենք պահանջում, որ կառավարությունը շարունակի այդ աջակցությունը, դա նույն բանն է, որ պահանջենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ պարտավոր է ու պետք է գումարը վճարի։ Եվ ստե հարց է առաջանում մեր քաղաքացիների քուր եղբայրների կողմից։ Ինչու չեք դուք այդ թալանչիներից ուզում այդ գումարները։ Եկել եք հասարակ Հայաստանի քաղաքացուց եք, քաղաքացու բեռն եք, հարկային բեռն եք ավելացնում։ Շատ բնական եւ տեղին հարց է։ Մենք եւ նպատակն է, որ հավաքի կազմակերպիչները այս հարցին պատասխանեն, բայց ինչու չեն պատասխանում։ Ինչու չեն պատասխանում։ Բավական է ուղղակի դուրս գան ու հայտարարեն, որ մենք պահանջում ենք մեզնից արցախցիներից թալանած գումարների վերադարձը։ Ընդամենը, եթե այս պատասխանը հնչում է, էլ որևիցե հարց հավաքի նկատմամբ բացասական այդ դժգոհությունը կտորուկ նվազելու է, որովհետև բնականաբար է, մեր գումարները, մեզ իսկ թալաներն արցախցիները դուրս են եկել իրենց իսկ թալանածը վերադարձնելու համար, բայց ինչի այդ հայտարարությունը չի արվում։ Խնդիրը նրանում է, որ Արցախի չինովնիկներն են խոչընդոտում, որպեսզի նման հայտարարություն արվի։ Ընդամենը մի հատ հայտարարություն, որ Արցախի հիմնադրամով մոտ $5 միլիարդ փող է գողացվել, որի փաստերը տրված են վաղուց դատախազությունում, եւ մենք պահանջում ենք, որ ստեղի իշխանությունը թալանածը վերադարձնի։ Գնացեք հենց դուք այդ հավաքներին ստիպեք, որ ասեն, որ մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության հարկատուի հաշվին ենք ուզում այդ աջակցությունը շարունակվի, այլ մեզնից թալանած գումարների հաշվին։ Դրա վերադարձն ենք պահանջում այո ստեղի իշխանությունից եւ իրավունք ունենք պահանջելու, որովհետեւ ուրիշ ոչ մեկից չկա պահանջելու։ Բայց կրկնում եմ, քանի որ մարդիկ նստած ընդեր կոնկրետ Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդյան երկու օքով մուծիտ են անում, որ նման հայտարարություններ չլինի։ Եվ այս ալիքը, եթե հակաալիքը ավելի շատ բարձրացավ եւ տապալվեց այդ միծինգը, կոնկրետ երկու մեղավորները դա հենց Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդովն են։
Եվ խառնակիչը Արցախի հանրապետության չինովնիկներն ու դեպուտատներն են։ Կոնկրետ այդ երկու հոգիներն են նստած այնտեղ ու մուծիտ են անում։ Մեր պրետենզիաները Արցախի չինովնիկների եւ Հայաստանի ընդդիմությանն են։ Թալանչիներ, դուրս եկեք հայտարարեք, որ այդ թալանի վերադարձնեք Արցախցիները այսենց դեղապահոված կլինեն։ Այլ ոչ թե ձեր կաշին փրկելու համար էլի հասարակ արցախցիներին ձեր շահերի համար օգտագործեք։ Սա սենց չենք թողելու մենք։ Ինչքան դուք ձեր անեք, մենք էլ մերն ենք անելու։ Հավաքեք հարել ամեն ձև պատրաստ ենք օգնենք, խորհրդով ոչ էլ նպատակ ունենք հելնենք ձեր պես ռիսովկա լինենք։ Բայց դուք ռիսովկայի կլնեմ ու ձեր շահեր առաջ տանելով մեր հաշվին։ Դիտոյի դեպուտատն է, աշկերին կհանեն։ Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդով ամբողջ պատասխանատվությունը տապալման հենց առաջինը ձեր վրա ելնելու։ Հարկ է նշել, որ բողոքի ակցիաներին մասնակցում են նաև անջատողական ռեժիմի այլ ներկայացուցիչներ՝ Գեգամ Ստեփանյանը, Արտակ Բեգլարյանը, Մետաքսե Հակոբյանը եւ այլոք, ովքեր անդադար ատելություն ու թշնամություն են սերմանում։ Ինչպես տեսնում են, կրկեսը հեռացել է, ծաղրածուները մնացել են։ Այն, որ այդ մարդիկ ատելություն ու թշնամություն են սերմանում, պնդում է նաև Ղարաբաղահայ Արթուր Օսիպյանը։ Ղարաբաղի անջատողական ռեժիմի ներկայացուցիչները կրկին հավակնում են Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքներին։ Հայ անջատողականների բանդան շարունակում է պնդել, որ իրենք շարունակելու են բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, չնայած այն բանին, որ այս թեման վերջնականապես փակվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում։ Հայ ռևանշիստները պետք է հասկանան, որ այսօր Ադրբեջանն այն չէ, ինչ 1988 թվականին էր, որ մեր երկիրը կառուցել է հզոր բանակ, որը ունակ է պաշտպանել իր հողերը, եւ եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ռուսաստանը փրկեց Հայաստանը, ապա այսօր ոչ մի երկիր տեր չի կանգնի նրա պաշտպանությանը, եւ նա իսկապես վտանգում է իր պետականությունը։